Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Մեր խաղաղությունը պատահականություն չէ, այլ մանրակրկիտ մշակված եւ անսասան քաղաքականության արդյունք, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեսպանների համաժողովում իր ելույթի ժամանակ։ Ինչպես ընդգծել է Վրաստանի կառավարության ղեկավարը, արտաքին ուժերի կողմից լուրջ փորձ է եղել Վրաստանը ներքաշել եւս մեկ ռազմական հակամարտության մեջ։ Մեր սկզբունքային դիրքորոշման շնորհիվ կարողացել ենք պաշտպանել մեր ազգային շահերը, պահպանել խաղաղությունը եւ կայունությունը երկրի ներսում։ Կոբախիձեն նաեւ նշել է, որ Վրաստանը շատ կարևոր դեր է խաղում տարածաշրջանում հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման առումով եւ Վրաստանի դիվանագիտական կորպուսի ջանքերն այս ուղղությամբ պետք է շարունակվեն նաեւ ապագայում։ Մեր հիմնական խնդիրներից մեկը մեր երկրի տարանցիկ դերակատարման ամրապնդումն է։ Այս տարի այդ ուղղությամբ շատ բան է արվել եւ հաջորդ տարի ու առաջիկա տարիներին շատ բան կա անելու։ Դուք վրացի դիվանագետներդ Վրաստանի ձայնն եք միջազգային ասպարեզում, ձայն, որը պետք է լինի հաստատուն, հիմնավորված եւ միշտ կենտրոնացած մեր երկրի ազգային շահերի վրա։ Կոբախիձեն նաեւ շնորհակալություն է հայտնել արտաքին գործերի նախարարին եւ մյուս դիվանագետներին կատարած աշխատանքի համար։ Հարևան երկրներ Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա, ապա ՄԱԿ եւ Սերբիայի այցելություններն ինձ ավելի հստակ ցույց տվեցին, որ մեր արտաքին քաղաքականության վեկտորն այլընտրանք չունի, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին դեսպանների համաժողովում իր ելույթում։ Նախագահը վրացի դիվանագետներին կոչ է արել չխնայել ոչ մի ջանք առևտրային եւ տարանցիկ կապերի զարգացման համար։ Մեր ընդհանուր նպատակն է, որ Վրաստանն ավելի ամրապնդի իր կարգավիճակը որպես տարածաշրջանային հանգույց։ Միաժամանակ մենք պետք է նպաստենք ավելի մեծ աշխարհագրական տարածքների, Ասիայի, Եվրոպայի եւ Մերձավոր Արևելքի տնտեսական ինտեգրմանը։ Կավելաշվիլին վստահեցրել է, որ Վրաստանը ոչ միայն միջին միջանցքի հիմնական հանգույցներից մեկն է, այլև քաղաքակրթական երկխոսության եզակի տարածք, որտեղ տարբեր մշակույթներ խաղաղ համակեցության մեջ են եղել դարեր շարունակ։ Առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը կավելանա մոտ 100 միլիոն լարիով, հաջորդ տարի հասնելով 1.5 միլիարդ լարիի, հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։ 2026 թվականին աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարության բյուջեն կավելանա 840 միլիոն լարիով, հասնելով 9.7 միլիարդ լարիի։ Դրանից մոտ 6.9 միլիարդը կուղղվի սոցիալական վճարումներին, այդ թվում կենսաթոշակների եւ նպաստների բարձրացմանը, իսկ 2 միլիարդ լարին առողջապահությանը, այդ թվում առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի արժեքը 1.4 միլիարդ լարի է, կավելանա մոտ 100 միլիոն լարիով, հաջորդ տարի հասնելով 1.5 միլիարդ լարիի, ինչը բավական զգալի գումար է։ Առողջապահության նախարարի խոսքով դա անհնար կլիներ պատկերացնել տարիներ առաջ։ Եթե տարիներ առաջ ձեզ ասեին, որ առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը կֆինանսավորվի 1.5 միլիարդով, դա գրեթե անհավանական կթվար։ Բարեբախտաբար պարզվում է, որ այսօր այս ամենն իսկապես հնարավոր է եւ շատ բան է արվել երկրի քաղաքացիների համար։ Խոսքը 1 միլիոն մարդու մասին է։ Առողջապահության նախարարը նաեւ նշել է, որ առողջապահության, սոցիալական ծառայությունների եւ ենթակառուցվածքների ոլորտներում նախագծերը պետության առաջնահերթություններից են։ Վրաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է 2013 թվականից։ Սիրիացի զինծառայողներն արդեն վերապատրաստում են անցնում Թուրքիայում, իսկ նրանց հետագա ուսուցումը կարող է կազմակերպվել ադրբեջանական մոդելով, այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Սիրիային կարող ենք տրամադրել այնպիսի ուսումնական աջակցություն, ինչպիսին ցուցաբերել ենք Ադրբեջանին, Լիբիային, Սոմալիին։ Մենք արդեն սկսել ենք սիրիացի զինծառայողների ուսուցումը Թուրքիայում, գործընթացը շարունակվում է։ Գյուլերը նաև հիշեցրել է, որ նախկինում ինքը եւ այլ բարձրաստիճան զինվորականներ այցելել են Սիրիա եւ քննարկել են սիրիական բանակի կարողությունների զարգացման տարբերակները։ Նա ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում Դամասկոսին աջակցելու անհրաժեշտությունը, նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Թուրքիայի խորհրդարանում 2026 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Քվեարկությունից առաջ Իշխող արդարություն եւ զարգացում կուսակցության падգամավոր Մուստաֆա Վարանկը եւ ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Մուստաֆա Էմիրը միջաբանության մեջ են մտել։ Բանավեճը վերածվել է ֆիզիկական բախման։ Խորհրդարանական ամբիոնի առջև սկսվել է ծեծկռտուք, որին միացել են նաեւ այլ падգամավորներ։ Միջադեպին ներգրաված падգամավորների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել։ Ծեծկռտուքը հնարավոր է եղել դադարեցնել գործընկերների միջամտությամբ։ Չնայած միջադեպին 2026 թվականի բյուջեի մասին օրենքն ընդունվել է։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 320 падգամավոր դեմ 249։ Հատկանշական է, որ Թուրքիայի օրենսդիր մարմնում բյուջեի քննարկումներն ավանդաբար ուղեկցվում են սուր քաղաքական բանավեճերով, սակայն այս անգամ դրանք ուղեկցվել են բռնության գործադրմամբ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի արտգործնախարար Իվան Խիլ Պինտոյի հետ, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների եւ Կարիբյան տարածաշրջանի իրադարձությունների շուրջ, հայտնում է Մեհրը։ Զրույցի ընթացքում Արաղչին ընդգծել է Իրանի եւ Վենեսուելայի ամուր եւ բազմակողմ հարաբերությունները, շեշտելով երկու երկրների ղեկավարների վճռականությունը գործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու ուղղությամբ, ելնելով փոխադարձ շահերից։ Նա դատապարտել է Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք վտանգում են Կարիբյան ավազանում ծովային անվտանգությունը, նաև Վենեսուելայի դեմ ուժի կիրառման սպառնալիքները, դրանք անվանելով միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների բացահայտ խախտում։ Արաղչին նաև հայտնել է Իրանի համերաշխությունը վենեսուելացի ժողովրդին եւ նրա ընտրված կառավարությանը, ընդգծելով միջազգային հանրության պատասխանատվությունը Միացյալ Նահանգների ապօրինի եւ միակողմանի քայլերին վճռական հակազդելու հարցում, որոնք ըստ նրա լուրջ սպառնալիք են տարածաշրջանային եւ գլոբալ խաղաղության ու կայունության համար։ Վենեսուելայի արտգործնախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանին սկզբունքային դիրքորոշման եւ վենեսուելացի ժողովրդի ու կառավարության հետ համերաշխության համար։ Նա վերահաստատել է Վենեսուելայի կառավարության եւ ժողովրդի ազգային ինքնիշխանությունն ու անկախությունն արտաքին ճնշումներից պաշտպանելու վճռականությունը։ Իսրայելը զգուշացրել է զորավարժությունների քողի տակ Իրանի հնարավոր գործողությունների մասին, կոչ անելով Միացյալ Նահանգներին եւ իր սեփական ուժերին համակարգել իրենց պաշտպանությունը, հաղորդում է Axios-ը։ Ըստ պարբերականի Թել Ավիվը տեղեկացրել է Միացյալ Նահանգների վարչակազմին իրանական հարվածի հնարավոր սպառնալիքի մասին, որը կարող է քողարկվել որպես զորավարժություն։ Axios-ը գրում է, որ իրանական հարձակման հավանականությունը 50%-ից ցածր է, բայց ոչ ոք պատրաստ չէ ռիսկի դիմել, պարզապես ասելով, որ դա ընդամենը զորավարժություն է։ Միացյալ Նահանգների հետախուզությունը ներկայում չի տեսնում անխուսափելի հարձակման որևէ նշան։ Իսրայելի հետախուզությունն արձանագրել է նաև Իրանի բալիստիկ հրթիռային կարողությունների նոր կուտակում։ Հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո երկրի զինանոցը զգալիորեն կրճատվել էր։ Այժմ Թեհրանը միջոցներ է ձեռնարկում իր ուժերը վերականգնելու համար, սակայն դրանք դեռևս չեն հասել նախապատերազմյան մակարդակին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախատեսում է իրավիճակը քննարկել Միացյալ Նահանգների նախագահի հետ 2025 թվականի դեկտեմբերի վերջին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցում ԿՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այդ մասին Ադրբեջանի պետական լրատվական գործակալությանը հայտնել է երկրի նախագահի աշխատակազմը, որպես պատճառ նշվել է Ալիևի աշխատանքային խիտ գրաֆիկը։ Ադրբեջանի կենտրոնական բանկի տվյալով այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանից Ռուսաստան ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումները կազմել են 34,289 միլիոն դոլար, ինչը 22.6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս ժամանակահատվածում Ադրբեջանից Ռուսաստան կատարված փոխանցումների բաժինն ընդհանուր ծավալում նվազել է 10.8%-ից մինչև 9.5%, նշել է կենտրոնական բանկը։ Միաժամանակ Ռուսաստանից ֆիզիկական անձինք Ադրբեջան են փոխանցել 343,888 միլիոն դոլար, ինչը 16.3%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մինչդեռ նրանց բաժինը ընդհանուր ծավալում նվազել է 48.4%-ից մինչև 40.5%։ Ընդհանուր առմամբ արտերկրից Ադրբեջան ստացվել է 849,9 միլիոն դոլար, ինչը 0.2%-ով ավելի է 2024 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշից, մինչդեռ երկրից արտասահման է փոխանցվել 361,4 միլիոն դոլար, ինչը 11.5%-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից։ Մարոթ Հարվերդյան, հարևաններ։